Հրեշտակների ձորը Հայաստանի բնության բացառիկ հուշարձաններից մեկն է, որը գերում է իր տեսքով և խորհրդավորությամբ։ Ոսկեգույն այս հրաշքը թաքնված է Վեդի քաղաքի շրջակա կիսաանապատային տեղանքում։ Հրեշտակների ձորը փոքր և նեղ կիրճ է, որի երկարությունը մոտ 50 մետր է, իսկ բարձրությունը 6-ից 7 մետր։ Ձորի լանջերը իրենցից ներկայացնում են դեղին ավազաքարից ուղղահայաց ժայռեր, որոնք հորիզոնական ուղղությամբ շերտավոր են։ Երկրաբանական այս շերտը սկսել է ձևավորվել դեռևս 60 միլիոն տարի առաջ, երբ սկսվել է տվյալ տարածքի օվկիանոսային կեղևի հողմահարման պրոցեսը։ Այնուհետև այստեղով հոսել է Կոտուց գետը, որի հոսքը ժամանակի ընթացքում առաջացրել է հրեշտակների ձորը։ Ջրի սակավության պատճառով տարիներ ի վեր գետը այլևս չի հոսում։ Նկատելի է, որ ձորի հատակը պատված է կապույտ ավազով և գետի կողմից հղկված քարերով։ Հրեշտակների ձորի ճանապարհին հանդիպում են բնության երկու տպավորիչ հուշարձաններ։ Առաջինը անմիջապես կիրճի հարևանությամբ է հրեշտակների կամարը։ Այն ոսկեգույն քարե բնական կամար է, որը հիացնում է իր վառ դեղին գույնով։ Կամարը առաջացել է հողմահարման արդյունքում։ Բնության մյուս հուշարձանը կոչվում է Քարե գիրք, որը գտնվում է հրեշտակների ձոր տանող ճանապարհին, նրանից մոտ 2 կիլոմետր հեռավորության վրա։ Այն իրենից ներկայացնում է հսկայական ժայռաբեկոր, որը հողմահարման արդյունքում մի քանի տեղից ճեղքվել է և նմանվել բացված գրքի։ Հրեշտակների ձորը հասանելի է տարվա բոլոր եղանակներին։ Շատ տպավորիչ է ձիարշավը դեպի հրեշտակների ձոր։ Այն հրաշալի ուղղություն է նաև թեթև քայլարշավի սիրահարների համար։ Այս գեղեցիկ փոքր հրաշքը Երևանից ընդամենը 1 ժամ հեռավորության վրա է, և դեռ շատ մարդիկ, ներառյալ տեղացիները, երբեք չեն լսել դրա մասին։ Տարածքը առանձնանում է իր յուրահատուկ ասեղնատիպ և խորշավոր ժայռերով, որոնք արևի ճառագայթների ներքո իսկապես հրեշտակների թևեր են հիշեցնում։ Արահետը հիմնականում հարթ է, դասվում է թեթև քայլարշավների շարքին։ Իսկ հրեշտակների ձոր հասնելու համար հարկավոր է գնալ Վեդի քաղաքի հարևանությամբ գտնվող Դաշտաքար գյուղը, որի դարպասների ձախ հատվածում էլ կտեսնեք դեպի ձոր տանող ճանապարհը ցույց տվող առաջին նշանը։ Այդտեղից անհրաժեշտ է անցնել 3 կիլոմետր, մինչև կհասնեք հրեշտակների ձոր։ Ձորը շատ փոքր է, և այդ փոքր հատվածում գրեթե բուսականություն չկա։ Արահետը շրջապատված է գեղեցիկ ժայռաբեկորներով, որոնք տեղանքին խորհրդավորություն են հաղորդում։